Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես նախորդի աղմկահարույց դեպքերին կառավարության նիստում անդրադարձել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացահայտվել է մեր պետականության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար կանխվել է նաեւ պլանի իրագործումը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Առավոտյան հարցը քննարկել է նաեւ նախագահի հետ եւ կարծում է, որ իմաստ կունենա ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնելու պարգևատրման եւ պետական պարգևի։ Համոզված եմ երեք բոլորդ հետևել եք իրադարձություններին եւ կարծում եմ կարեւոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետեւ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել եւ ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու։ Համոզված եմ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն եւ ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետեւ երեք հանրային քննարկումներում սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց, այդ շեշտադրումը հետեւյալն էր, օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել եւ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանավորվել է 2 ամսով սրբազան պայքար շարժման առաջնորդին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Հիշեցնեմ, մայրաթոռում տեղի ունեցել Գերագույն հոգեվոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, մտահոգություն արտահայտելով Բագրատ սրբազանի եւ համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը եկեղեցու հետ կապելու փորձը, հորդորել պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել սահմանադրության եւ օրենքների պահանջներով, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Նշեմ նաեւ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են, իսկ 3 ուշ երեկոյան սրբազան պայքարի մի շարք մասնակիցներ կալանավորվել են։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրինի են դարձնում, մեկը կասում, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Սա հիմքերից մեկն է։ Այս մասում ներկայապահին սա կասեմ, դետալները արդեն գործի նախաքննական գաղտնիք կազմող հանգամանքներ են։ Ինչ մեխանիզմներով եք պլանավորում բողոքարկումը իրականացնել Հայաստանի ներսի եւ ներսում եւ դրսում սահմանափակումներ չունենք։ Մեր մասնագիտական պլանավորման մեջ։
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վերածել է մարիոնետ պետության։ Վարչապետն է գրել Facebook-ում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի եւ վեհափառի հանդիպմանը։ Փաշինյանը խոսել է առաջին նախագահի գործելակերպի մասին, նշել, որ առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանի եւ Ազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով Հայաստանի ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետևորդներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Վարչապետը մեկնաբանել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի քաղաքական գործունեությունը վերսկսելու որոշումը, շեշտել, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ, այդ օրը իրեն այցելած կտրիչ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2-ի գիշերը հանգիստ քնել է Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորված, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Այս թեմայով վերլուծությունը թողարկումից անմիջապես հետո է։ Սրբազան պայքար շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խոզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Քննչական կոմիտեն լուսանկարներ է հրապարակել։ Կալանքը որպես խափանման ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են, 15 մեղադրյալ կալանավորված է, տեղեկացնում է կոմիտեն։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթը հարուցվել է օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը։ Վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի հեծի կառավարումը, հայտարարել է վարչապետն ու նշել, որ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացվեն։ Օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Ազգային ժողովի արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ կառավարությունը կստանձնի հեծի կառավարումը։ Այդ կետից սկսած առավել հանգիստ պայմաններում կքննարկվեն սցենարները, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Մենք էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Հիմա տեսեք, օրինակ, երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Ասում ենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա, իհարկե ես ասել, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ մենք բոլոր գծերը անցել ենք եւ իրանք բոլոր գծերը անցել են եւ ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էներգետիկ էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաեւ օրենքի նախագիծ է արդեն դրվել փոփոխություն բանի օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ
այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ես ուզում եմ սա արձանագրեմ, որ սա մեր գործընթացների եւ մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից եւ արդյունքներից մեկը պետք է լինի։ Ինչ մեխանիզմով է պետականացվելու հեծել լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարարն ասել է, որ նախագիծը շուտով կքննարկվի, նաև վստահեցրել, որ առաջնորդվելու են օրենսդրությամբ եւ հանրային շահի գերակայությամբ։ Գևորգ Պապոյանը դրվագներ է ներկայացրել, թե ինչպես են հոսանքի անջատումներից տուժել միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարած գործարարները, նաև տեղեկացրել, որ նախարարությունում էլ անընդհատ հոսանքի անջատումներ են լինում։ Հարցին արդյոք սա մասնավորին տիրանալու փորձ չէ, նախարարը միանշանակ բացասական պատասխան է տվել։ Հանրապետության վարչապետը նշեց մեխանիզմի առաջին քայլի մասին, դա կառավարման մասին է, ավելի մանրամասն օրենքի նախագծի փոփոխությունը արտահերթ նիստում կլինի առաջիկա օրերին, որքան տեղեկացված եմ, արդեն իսկ մեր խմբակցությունը, կառավարող խմբակցությունը նախագիծը պատրաստել է եւ կարծես թե շրջանառվել է կամ շրջանառման փուլում է եւ արտահերթում լինելու է, երևի թե դրանից ավել այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ մեկնաբանել, քանի որ հրապարակման գործընթացը որոշակի մեթոդաբանություն ունի այդ տրամաբանությամբ Ինչ է լինելու այստեղ կառավարիչը փոխվելու, ինչ է լինելու պետությունը ո՞նց է լինելու, էլի բան Արդեն ասացի, որ կառավարման մեջ, քանի որ մենք այսօր խնդիրներ ենք արձանագրում, երեք տեսեք մեկ դրվագ հանրապետության վարչապետը երեք ներկայացրեց, երբ որ խոշոր գործարարը մեծ ծավալի ներդրում էր արել եւ այսպես ասած իմանալով մի քանի 100,000 դոլարի միջոցառում էր կազմակերպել բացման ներկայացում, այսինքն տասնյակ միլիոնավոր դոլարի մարդը ներդրումներ էր արել, համարել էր, որ մի քանի 100,000 դոլարի բացում էլ երևի թե պետք է անի եւ այդ մարդը կորցրեց այդ գումարները։ Հիմա կասեմ ինչու, որովհետեւ էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, այն պահին, երբ որ պիտի բացումը տեղի ունենար, այդ օտարերկրյա մասնագետներ հյուրեր էր հրավիրել եւ դա օրինակ մեկ դեպք, մեկ ուրիշ դեպք հենց 3 գործարաններից մեկից եմ ստացել, ով նոր տեխնոլոգիաներ է գնել եւ այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար հետի կողմից անջատումների հետևանքով փչացել են, որովհետև ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը 5 անգամ կարող է լույսը անջատվել միանալ։ Արդարադատության նախարարին տխրեցրել է այն, ինչ տեսել է, բայց որպես իրավաբան նշել է, որ չպետք է շուտափույթ եզրահանգումներ անել։ Մեծ զրույցում Սրփուհի Գալյանը խորհուրդ է տվել սպասել համապատասխան հանգուցալուծմանը։ Այնուամենայնիվ նախարարն ասել է, որ քրեական դատավարության շրջանակում կալանք տրվում է անձանց, որոնց արարքում հիմնավոր կասկածի առկայությունը փաստվում է, իսկ այս դեպքում հենց քննչական կոմիտեն է հրապարակել նյութերը։ Կարծում եմ, որ ձեռք բերված եւ այս պահին հանրությանը ներկայացված ապացույցները առնվազն խոսում են այն բանի մասին, որ կանխվել է շատ մեծ ու վատ բան։
այսպես կարող եմ։ Շատ ցավալի իրողություն ունենք այսօր։ Դուք հետևել եք այդ զարգացումներին, օրինակ ձեր բերված ապացույցները, որտեղ օրինակ զենքեր կան, որոնք Ես հետևել եմ այն լուսանկարներին եւ հետևել եմ ուղղակի ձայնագրություններին, որոնք որ հրապարակվել են։ Ընդհանրապես ցավով կարող եմ ասել, որ այնինչ տեսել եմ ինձ շատ տխրեցրել է իրականում, այդքանը։ Բայց մենք չպետք է շուտապույտ եզրահանգումներ անենք, ես որպես իրավաբան եմ սա ասում, ես կնախընտրեմ սպասել, երբ որ կլինի համապատասխան հանգուցալուծում։ Նաև հենց խիստ կարևոր է նաև այդ հանգամանքը, որ ըստ էության գոյություն ունենք նաև անմեղության կանխավարկածին, չկա դատարանի կողմից կայացված որոշում եւ ըստ էության արդեն օրինակ terrorist անվանվում այդ մարդիկ։ Դե դուք նաև որպես լրագրողներ պետք է ուշադիր լինեք հանրային այն խոսքին, որը չտարածի անմեղության կանխավարկածը կասկածի դնող հասկացություններ, բայց քրեական դատավարության շրջանակներում կալանքը տրվում է այնպիսի անձանց, որոնց արարքում հիմնավոր կասկածի առկայությունը փաստվում է ըստ էության դատարանի կողմից, եւ սա այն դեպքներ, երբ քննչական կոմիտեն ինքը հրապարակեց որոշ նյութեր, որոնց ականատեսը եղանք մենք, բոլորս մարդիկ, եւ ամեն մեկը իր ներսում այս պահին ինքը կարող է գնահատել, թե ինչի հետ գործ ունենք, իսկ մնացած հարցերին կպատասխանեն իրավապահ մարմինները եւ դատարանը։ Հայաստանում հեղաշրջումների եւ ահաբեկչության փուլը փակված է, առողջապահության նախարարն է հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը մեկնաբանելով նախորդի գրառումն ասել է, որ իրեն վրդովեցրել է հեղաշրջման փորձը։ Պետական համակարգը չափազանց աչալուրջ պետք է լինի, մեր երկրում բռնությունը տեղ չունի, ասել է նախարարը։ Ես իմ կարծիքն եմ ներկայացրել այն ինչին լսել եմ ականջովս ձայնագրություններին եւ այն ինչ տեսա պատկերներին։ Տիկին Ավանեսյան, հետաքրքիր է, երեք մարդիկ զուգահեռ են անցկացնում 16 թվականը, չէ՞։ Չէ, 16 թվականի ՊՊՑ գնդի գրավման այդ դեպքերի հետ, որտեղ ուղիղ զինված ահաբեկչություն տեղի ունեցավ, մարդիկ, չգիտեմ, մեծ տեխնիկայով մտան, խփեցին, պատանդ վերցրեցին, մարդիկ զոհվեցին, իրական կրակոց եղավ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել դրա աջակցում է, չնայած հետո նրան այդպես չընդունեցին, վռնդեցին կամ չգիտեմ, Ես կուզեի տեսեք, երեկվա նաեւ գիտեք ինչն է բանը, որ մեր երկիրը հենց նման դեպքեր հոկտեմբերի 27 տեսած երկիր է եւ մեր կողմից աչալրջությունը, թե մարդիկ ինչ են խոսում, հրապարակային հեղաշրջման կոչեր են հնչեցնում, կոնկրետ կազմակերպչական աշխատանքներ են տանում եւ այն ինչ որ երեք հրապարակվեց, մեզ մի կաթիլ անգամ կասկածի տեղ չի տալի, որ մեր ամբողջ պետական համակարգը չափազանց լուրջ եւ աչալուրջ պիտի լինի նման դեպքերին։ Եվ նաեւ հանրային, տեսեք, եւ նաեւ հանրային ընկալումը մեր երկրում բռնությունը տեղ չունի, մեր երկրում ընտրությունների միջոցով է միայն իշխանությունը փոխվում եւ 2021 թվականին եղել են արդար, բաց, թափանցիկ ընտրություններ, որտեղ ժողովուրդը իր ձայնը տվել է իշխանությանը։ Հաջորդ ընտրություններին թող սպասեն բոլոր ուժերը, ներկայանան ժողովրդի դատին, ստանան քվե եւ իշխանություն։ Այլ թեմաներ, Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։ Լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարարն է ասել։ Վահան Կոստանյանը նշել է, որ հայկական կողմը դրական է տրամադրված հաշվի առնելով, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Կոստանյանն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, բավականին դրական գնահատել Փաշինյանի այցը։ Մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, նշել է փոխնախարարը։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այցը բավական դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելին, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է։ Ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք,
թուրքական կողմի դիրքորոշումը կարծում ծանոթ է բոլորին։ Կարծում եմ երկու կողմերի համար, թե Հայաստանի եւ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գիտեք, գաղտնիք չէ, Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիա իր կապուղիները ավելի բարելավել Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ եւ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր 3 կամ եթե ոչ կուզեք ասել 3.5 սահմանները փակ էին կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Պեկինում կառավարության հյուրերի ընդունելությունների տանը կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հանդիպումը։ Քննարկվել են հայ-չինական երկկողմ գործակցության զարգացման ուղղված աշխատանքներ, նաեւ տարածաշրջանային թեմաներ։ Հանրապետության նախագահի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի ունեցել դատավորների երթման արարողություն։ Վահագն Խաչատուրյանն ու Արթուր Աթաբեկյանը շնորհավորել են նորանշանակ դատավորներին եւ մաղթել հաջողություն։ Շնորհավորում ենք ձեզ դատավորի բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում ենք հաջողություններ ձեր աշխատանքային գործունեության ընթացքում եւ վստահ ենք, որ կառաջնորդվեք սահմանադրությամբ, օրենքի գերակայությունը ապահովելով եւ միաժամանակ բարձր կպայեք դատական իշխանության պատիվը։ Շնորհավորում ենք։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային դրահոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելում վարչապետ Նեթանյահուի դատավարությունն անվանել է վհուկների որս եւ խոստացել է փրկել նրան։ Իսրայելում Նեթանյահուի դեմ վերսկսված դատական լսումներին Թրամփը արձագանքել է սոցիալական հարթակում գրառմամբ. «Ես ցնցված էի լսելով, որ Իսրայելի պետությունը, որը հենց նոր ապրեց իր պատմության մեծագույն պահերից մեկը եւ որն ամուր կերպով գլխավորում է Բիբի Նեթանյահուն, շարունակում է իր անհեթեթ վհուկների որսը պատերազմի ժամանակի իր հզոր վարչապետի դեմ։ Հենց Միացյալ Նահանգներն էր, որ փրկեց Իսրայելը եւ հիմա Միացյալ Նահանգները կփրկի Նեթանյահուին։ Արդարադատության հանդեպ նման ծաղր չի կարող թույլատրվել», եզրափակել է Թրամփը։ Դատարանում Նեթանյահուի հարցաքննությունը սկսվել էր հունիսի սկզբին, սակայն Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով դադարեցվել էր։ Այժմ նրան կրկին դատարան են կանչել։ 2019 թվականին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել 3 գործով, որոնք վերաբերում են միլիոնատեր ընկերների կողմից նվերներ ստանալուն եւ բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելուն։ Նա հերքում է իր հանդեպ մեղադրանքները եւ իր նկատմամբ հետաքննությունն անվանել է վհուկների որս։ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը եւ Մազուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը եւ Բաքվի ու Թեհրանի միջև համագործակցության հեռանկարները։ Ըստ տարածված հաղորդագրության զրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, կապված Իրանի եւ Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ, վերահաստատելով Ադրբեջանի անսասան դիրքորոշումը ի նպաստ կայունության եւ խաղաղության։ Ալիևը իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի սկզբին Ադրբեջանում։ Իրանի իշխանությունները վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը։ Ըստ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության խոսնակի, երկրի արևելյան հատվածի օդային տարածքը վերաբացվել է ներքին, միջազգային եւ տրանզիտ չվերթերի համար։ Հայտարարության համաձայն երկրի հյուսիսային, հարավային եւ արևմտյան շրջաններում գտնվող բոլոր օդանավակայաններից, այդ թվում Մեհրաբադ օդանավակայանից եւ Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից, ներքին եւ միջազգային չվերթեր չեն իրականացվելու մինչև հետագա ծանուցում։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի, որ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը կնպաստի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև իրադրության խաղաղ կարգավորմանը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ մարդիկ կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում Իրանում եւ կասեն, որ նույնպես ցանկանում են հաշտության գործընթացի մի մաս լինել։ Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելու մասին։ Ավելի ուշ երկու երկրներն էլ հաստատեցին հրադադարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդներին, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների համար։ Սակայն դատարանը կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայել Միշուստինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդեպ դատավարություն սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք թողնեն իրենց պաշտոնները։ Մինչ այդ դատարանը կկարողանա միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել եւ մեղադրական եզրակացություններ պատրաստել։ Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնք կնշանակվեն տվյալ մարմնի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչների կողմից։ Նշենք, որ ՄԱԿ-ն ագրեսիայի հանցագործություն է համարում որևէ պետության կողմից սինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Հնդկաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Սկսելով բանակցությունները նա անկեղծ ցավակցություն է հայտնել Ահմեդաբադի օդանավակայանում ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Բելոուսովը նաեւ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին հնդկական պատվիրակության մասնակցության համար։ Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում, որտեղ այսօր ավելի վաղ անցկացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հյուսիսային պողոտա 2 հասցեում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված խորհրդկարան, տեղեկացնում է քաղաքապետարանը։ Քաղաքային միջավայրը բարեկարգելու նպատակով շարունակվում են ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխությունները շարունակվում են։ Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Էրեբունի պլազային հարակից հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոցի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ։ Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում Տիգրան Մեծ պողոտային հարող հատվածում երթևեկությունը նախկին 2 երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ։ Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով, մեկ անձ ձերբակալված է, ավելին տեսանյութում։ Հունիսի 24-ին ժամը 19:39-ին Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարբաս գյուղից ծակած կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ Ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն Վանաձոր բժշկական կենտրոնից։ Իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության եւ համայնքային ոստիկանության Գուգարկի բաժնի ծառայողներ։ Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին Դարբաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։
Սկսվել է ծեսկրտուկ, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա, սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը եւ դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը հանրապետության շրջաններում եւ մայրաքաղաքում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի նիշով։ Այսքանը հիշեցնեմ թողարկումից հետո վերլուծությունն է, թեման Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վեհափառի հանդիպումն է, բաց չթողնեք, հաջողություն։